Ծերունական կենսաթոշակառուների տարիքային շեմը բարձրացնելով երկու խնդրի առջև են կանգնում։ Առաջին, այո, նվազագույնը 2 տարով է բարձրացնելու են, 63-ը դարձնելու են 65 կամ 65-67 լինելու, եւ դա միանշանակ պոպուլիստական ելույթաբանությամբ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը հրանցնում են հետեւյալ կերպ, որ մենք խրախուսում ենք, որպիսի աշխատողները շարունակեն աշխատել, որտեղ նախընտրել է պայմանական աշխատավարձ ստանալ 65, 66, 67 տարիքում կամ 64 տարիքում, կամ 63 տարեկանից գնալ թոշակի եւ այսօր նվազագույն թոշակը 36,000 է, միջին թոշակը 47,000։ Սիրելի թոշակառուներ, տեսեք ինչ ենք անում, մենք 3-ից 5 տարով բարձրացնում ենք թոշակառուների տարիքային շեմը, որպեսզի դուք հնարավորություն ունենաք եւս 3 տարի ավելի լավ ապրեք հարաբերականորեն, ինչու որտեղ աշխատավարձը այսպես թե այնպես ավելի բարձր է, քան թոշակները, եւ մեր թոշակառուներին այդպես հрамցնելու են։ Եվ եթե թոշակառուների տարիքային շեմը բարձրացնենք պայմանական 63-ից 65 2 տարով, այստեղ նաեւ ուրիշ խնդիր է առաջանում, 74 տվից այս կողմ ծնվածները, որի մեջ նաեւ մենք երկուսս ենք, 74 տվից այս կողմ ծնվածները արդեն ոչ թե 37 թվականից են գնալու թոշակի, այլ գնալու են 39 թվականից, հետեւաբար այս մարդիկ շարունակեն եւս 2 տարի այդ մասնավոր ֆոնդերին սնուցել իրենց եկամտը հարկով եւ հարց է առաջանում, եթե սերունդների համերաշխության սկզբունքով մինչ 74 թվական ծնվածները այսպես թե այնպես պետության կողմից ապահովագրված են թոշակ ստանալ, հա, իսկ 74 թվից այս կողմ ծնվածները ապահովագրված են լինելու, թե որքանով է հմուտ այդ մասնավոր ֆոնդերը կառավարել իրենց ֆինանսական միջոցները, որը յուրաքանչյուր տարի, հա, աշխատավարձով, ամսական, այսպես կտրվածքով պահումներ է կատարվել այդ պարտադիր կൂട്ടակային ֆոնդի։ Եվ եկեք չմոռանանք, որ նույն այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող անձը դեմ էր 15 թվականին այդ օրենքի նախագծի մշակման եւ ընդունման եւ 18 թվականի դեկտեմբերի, 17 թվականի դեկտեմբերի եւ 18 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը հանրահավաք արեց օպերայի հրապարակում եւ մի քանի 100 մարդ հավաքվեց այնտեղ։ Եվ նույն Տիկին Մաննեթ Հանդելյանը, որը նույնպես դեմ էր այդ օրենքին, 18 թվականին Նիկոլ Փաշինյանը հրաշքով, հա, այսպես կախարդական փայտիկով եկավ իշխանության, եւ Տիկին Մաննեթ Հանդելյանն էլ դարձավ աշխատանքի սոցիալական հարցերով նախարար, երկուսը դեմ լինելով այդ օրենքի նախագծին, քննադատելով Սերժ Սարգսյանի ժամանակ այդ օրենքի մշակման եւ ընդունման մասնակի, որտեղ սկզբում կիրառվեց ոչ պարտադիր պետական ոլորտի աշխատողների վրա, այնուհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դարձավ համընդհանուր բնույթ եւ նաեւ մասնավոր ոլորտի վրա եւ թոշակառուների տարիքային շեմը բարձրացնելով նաեւ 74 թվից այս կողմ ծնվածների նույնպես տարիքային շեմը բարձրանում, որտեղ այլ բան չի կարող լինել, օրենքը այդպիսին է։ Եվ փաստորեն չեն կարողանալու այդ մարդիկ նաեւ թոշակառուների արտոնություններից օգտվել, չգիտեմ, անվճար դեղորայք օրինակ եւ անվճար այլ ծառայություններից, դա էլ նշենք։ Միանշանակ, եթե 63 տարեկանից գնում են թոշակի, այո, կան այնտեղ պետպատվերներ, արտոնյան ինչ-որ, հա, որոշակի, այո, առողջապահական արտոնություններ եւ այլն, հետեւաբար 65, 66 կամ 67 տարեկանից գնալով, հա, թոշակի, այդ 2-3 տարին նրանք զրկվելու են այդ արտոնություններից, սա մեկ, երկրորդը, այն տրամաբանությունը, որ կառավարությունը, հա, վստահեցնում ձեզ այդպես է լինելու, որ մենք տարիքային շեմը բարձրացնում ենք, իրականում քողարկելով պետական բյուջեի վրա բեռը, տարիքային շեմը բարձրացնում ենք, ձեզ հնարավորություն ենք տալի, որ գործատուն ձեզ աշխատանքից չհեռացնի, լա, ոչ, եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն, այսօր որ մի գործատուն է 55, 50, 55 եւ 60 եւ ավելի տարիքի մարդկանց պահում աշխատանքի, գրեթե բավականին ցածր տոկոս, միայն այն, որ 63 տարեկանում թոշակի են գնում Հայաստանի Հանրապետությունում եւ 600,000 թոշակառուների շուրջ 73,000-ն է, հա, աշխատում, դուք պատկերացնում եք 65, 66, 67 տարեկանին, որ գնան, քանի տոկոսն է լինելու աշխատող թոշակառու։ Արդեն իսկ թոշակառու, աշխատող թոշակառու, իսկ տարիքային շեմը բարձրացնելով, քանիստ են մինչ թոշակի գնալուց արդեն իսկ համարվելու գործազուրկ։ Այո, այսօր պետական բյուջեն հնարավորություն չի տալիս թոշակները բարձրացնել, ժողովրդի լեզվով ասած փող չկա, փող կա իրենց համար, փող չկա
թոշակառուների համար եւ 74 թվից ծնվածը 37 թվականին թոշակի է գնալ եւ տարիքային շեմը նաեւ իրենց վրա է անդրադառնալու ընդհանուր պատկերը որ վերցնենք նույն Ռուսաստանում այո թոշակառուների տարիքային շեմը բարձրացվեց նույն Հունաստանում եւ բազմաթիվ երկրներում այո թոշակառուների տարիքային շեմը բարձրացնում են ելնելով այն տրամաբանությունից որ ֆինանսական իրականում լուրջ խնդիրներ կան պետական բյուջեում եւ հնարավորություն չունեն բարձրացնել եւ դրա վառ օրինակը եւս մեկ անգամ կրկնեմ որ Նիկոլ Փաշինյան ջղաձգված ինչպես միշտ ասեց որ բավական է ավանդական մեթոդներով թոշակները բարձրացնենք թող օգտվեն այն օրենքի նախագծից որը Արսեն Թորոսյանն է առաջարկել հետեւաբար սիրելի թոշակառուներ հույսներդ կդրեք ձեր թոշակները ոչ միայն չի բարձրանալու 26 թվականին այլ բավականին լուրջ հիմքեր ունեն որ թոշակառուների տարիքային շեմն է բարձրացվելու